Եկեք միասին գարան մսով խաշլամա պատրաստենք։ Ամենահեշտ տարբերակը, որ բոլոր տնային տնտեսուհիներն էլ պատրաստում են, որպեսզի գարան խաշլաման անչափ համեղ լինի, պետք է օգտագործել տարբեր կտորներ։ Դա կնպաստի, որպեսզի խաշլաման յուրահատուկ անչափ համեղ համոնենա։ Լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք սառը ջուր, թողնում ենք մինչև եռա։ Հենց կեռա, կկամացացնենք, կթողնենք հանգիստ եփվի։ Երբ միսը գրեթե պատրաստ է, մենք աղ ենք ավելացնելու։ Աղ ավելացնելուց հետո ցանկալի է թողնել մոտ 20 րոպե կամ 30 րոպե եփվի։ Եփելուց հետո անջատում ենք, թողնում ենք կրկին 20 րոպե, եթե ունեք ժամանակ 1 ժամ թողնում եք հանգստանա, հետո նոր կարող եք տաքացնել ու մատուցել։ Դա կնշանակի, որ խաշլաման իդեալական է ստացվել, իսկ էլ չեմ խոսում արգանակի մասին, որ կարող ես լցնել մի բաժակ ու վայելել այդ համովությունը։ Իսկ գարան մսով խաշլամայի մի շարք այլ եւ անչափ համեղ տարբերակներ կարող եք դիտել իմ YouTube-յան ալիքում։